Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Գոռը Սառայի հորդորով գնում է հանդիպման Դիանայի մոտ։ Սառան զգում է, որ չնայած անցյալին Գոռը չպետք է անտարբեր անցնի Դիանայի ներկայիս վիճակի կողքով։ Դիանան հղի է, և Գոռը բարոյական պատասխանատվությամբ առաջնորդվելով գնում է տեսնելու քրոջը։ Դիանան անկեղծորեն ուրախանում է Գոռի այցից։ Նրանց զրույցը սկսվում է զգուշորեն, բայց արագ տարվում է դեպի ավելի անկեղծ հարթություն։ Դիանան պատմում է, որ վերջերս հանդիպել է Եվային և այդ հանդիպումից հետո ի վերջո հասկացել. Եվայի վերադարձը Հայաստան պատահական չէ։ Նա եկել է ոչ թե անցյալը մոռանալու, այլ խափանելու Գոռի ու Սառայի ներկան և ապագան։ Գոռը գլխով է անում, հաստատելով, որ արդեն օրեր շարունակ չի կարողանում կապ հաստատել Եվայի հետ, և այդ լռությունն արդեն դարձել է վտանգի ազդանշան։ Դիանան առաջարկում է իր օգնությունը։ Նա միանգամից զանգում է Եվային, ասելով իբր ցանկանում է հանդիպել։ Եվան իր հերթին համոզված է, որ Դիանան փոխել է կարծիքը և ցանկանում է միանալ իրեն Սառայի ու Գոռի բաժանման գործում։ Նա համաձայնում է հանդիպմանը։ Եվան գալիս է ներսում հաղթական զգացողությամբ, բայց տեսնում է Գոռին և այս հանդիպումը դառնում է իսկական մարտահրավեր։ Եվան չի ձևացնում։ Նա ուղիղ ասում է. «Ես միայն մեկ նպատակ ունեմ՝ խափանել քո ու Սառայի հարսանիքը»։ Գոռը փորձում է մնալ զուսպ, զսպել իր ներսի բարկությունը, էմոցիաները։ Գիտակցում է, որ եթե մի պահ կորցնի վերահսկողությունը, Եվան կարող է հենց դա էլ օգտագործել իր դեմ։ Բայց Եվան արդեն վաղուց է անցել բոլոր սահմանները։ Այդ պահին դուռը թակում են։ Գոռը բացում է դուռը և տեսնում Սառային։ Իսկ Եվան դիտավորությամբ իջեցնում է վերնաշապիկը, իբր պատահական շարժումով։ Նրան լիովին բավարար է, որ ներս մտնող մարդը տեսնելով այս պատկերը կատարի իր իսկ նախապես գծված եզրահանգումը։ Սառան մտնում է ներս և առաջին բանը, որ նկատում է, Եվան թեթև հագուստով։ Սառայի ներսում պայթյուն է տեղի ունենում։ Խնամքով ձևավորված այս ներկայացումը Եվայի կողմից իր ազդեցությունն է ունենում Սառայի վրա։ Սառան քարանում է զայրույթից։ Նա շրջվում է ու դուրս գալիս շատ արագ։ Դրսում առանց թաքցնելու վիրավորանքն ու հիասթափությունը Սառան ասում է Գոռին, որ հոգնել է, այս ինտրիգները, մշտական խաբկանքները, անընդհատ վախը, թե ինչ կանի Եվան մեզ բաժանելու համար։ Ես չեմ ուզում այլևս այս ամենի մասնակիցը լինել, ես խաղաղություն եմ ուզում, հանգստություն ու վստահություն, ասում է Սառան ու հեռանում։ Եվ ինչպես մի քանի անգամ արդեն եղել է, սերը կրկին կանգնում է փորձության առաջ, այս անգամ առավել խորքային ու վտանգավոր։ Հարգելի հետևորդներ, այսքանից հետո ինչպես կվարվի Գոռը Եվայի հետ, որպեսզի նրան սաստի, գրեք մեկնաբանություն։